Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Ողջույն Տիկին Բադալյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ընտրելու վերաբերյալ նոր օրինագիծը, որի համաձայն ընտրությունների նախորդող 6 ամիսներին Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է բնակված լինի Հայաստանում, որպեսզի կարողանա իրականացնել ընտրություն։ Քննադատվում է հիմա այս նախագիծը, որովհետև ասում են այն շատ պարզունակ է, օրինակ եմ բերում, էլի, օրինակ մարդը, որը ենթադրաբար թեկուզ եթե աշխատանք ունի, բայց հարկեր է վճարում է Հայաստանում, բայց այդ պայն օրինակ սովորելու նպատակով գտնվում է արտերկրում, այնտեղի պահանջներից ելնելով դուրս է գալի, որ զրկվում է ընտրելու իրավունքից։ Այն ինչ տեղի պիտի ունենար, տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր առաջ, հա, պիտի մտածեիք վաղուց սրա մասին։ Նախ շնորհակալ եմ, հանրային լայն պահանջ կա եւ հանրությունից է եկել այդ մեսիջները, հա, որպեսզի մենք դրա մասին մտածենք, բայց ինչ է նշանակում շատ արագ, այն դեռևս օրակարգում չկա, եւ եթե կան քննադատություններ, դա արդեն նշանակում է, որ հանրային քննարկում տեղի է ունենում այս պահին։ Շրջանառության մեջ է դրված նախագիծը, բնականաբար ազգային ժողովում այն երկու ընթերցում պիտի անցնի եւ հետեւաբար եթե գաղափարի հետ բոլորը կողմ են, գաղափարի հետ համաձայն են, ապա կարծում եմ այն մնացած շտկումները, օրինակ հաշվի առնելով այ թեկուս հենց դրսում ուսանելու հանգամանքը, հարկեր վճարելու հանգամանքը, Հայաստանի հետ այնուամենայնիվ, հա, փոխկապակցվածությունը, այդ բոլոր հարցերը մենք ընթացքում կքննարկենք, բայց այնուամենայնիվ այստեղ բաց կա եւ մենք այդ քննադատությունը ժողովրդից լսում էինք այն պահից սկսած, երբ որ սկսեցին արդեն մեծ խմբերով գալ Հայաստան ընտրություններ կատարելու համար, ընդ որում իբրև թե գալիս են հայրենիքը փրկելու, բայց դու հասկանում ես, որ որևէ կապ, որևէ առնչություն չունեն, նրանց երեխաները այստեղ չեն մեծանալու, եթե որևէ խնդիր առաջանա այս երկրում, իրենք անմասն են մնալու, որևէ կերպ կապված չեն լինելու եւ բացի այդ էլ հիշում եք այդ քննադատություններն էլ փոխադարձ կային այն ընթացքում, երբ որ Սփյուռքից շատերը անընդհատ ինչ որ բաներ էին ասում, որ տեղացիները չէին հասկանում կամ դրա հետ համաձայն չէին եւ այդ բախումը միշտ կար, որ դուք ձեր երկրին տիրություն արեք, ինչ գործ ունեք, թողեք մենք այստեղ ինչպես որ գիտենք, այնպես էլ կապրենք եւ կարծում եմ դրա կուլմինացիան իհարկե հենց ընտրություններն են եւ մենք էլ այս անգամ տեսանք եւ շատ լավ հասկանում ենք, որ ընտրական process-ների վրա դա բավականին մեծ ազդեցություն թողել է եւ կարող է նաեւ ճակատագրական լինել, եթե այնուամենայնիվ մեր ժողովուրդը ձայների մեծամասնությամբ դեր չկանգներ խաղաղությանը, ինքնիշխանությանը ու ընդհանրապես այն ամենին, ինչ որ իշխանություններն ու ժողովուրդը համատեղ փորձում են կերտել եւ կարող էր, եթե ամեն ինչ այսպես չավարտվեր, ճակատագրական լինել մեր երկրի վրա եւ հետեւաբար մենք պարտավոր ենք դրան ուշադրություն դարձնել, պարտավոր ենք համակողմանի ուսումնասիրել եւ գալ եզրակացությունների։ Գործընթացը սկսված է, բայց բնականաբար հանրության քննադատությունները հաշվի կառնվեն։ Հանուն արդարության խիստ կասկածելի է, որ իշխանությունը չէր կանխատեսում նման զարգացումներ ու ինչու այդ ամեն ինչը նախորոք չի արվել, հա, դուք էլ նշում եք, որ ազդեցություն թողել է, գուցե ճակատագրական ելք ունենար։ Մենք ամբողջ այս նախորդ տարվանից սկսած մինչև ընտրությունների օրը խոսում էինք այս ընտրությունների ճակատագրական եւ պատմական նշանակության մասին, փորձելով քաղաքացուն հասցնել դրա իր ընտրության հետևանքների եւ արդյունքների մասին, հա, ու բայց դրան զուգահեռ իշխանությունը, որը շատ լավ գիտեր, թե ինչեր կարող են տեղի ունենալ, չի բերում այսպիսի օրենքի նախագիծ, այն նախորոք չի անում, չի կանխարգելում, ինչպես հիմա ասում են, այդ էլեկտորալ տուրիզմի դեմը չի առնում, այլ ընտրություններից հետո արդեն, երբ ունենք փաստ, նոր դրանից հետո որոշում ենք ապագա ընտրությունների համար ինչ-ինչ կանխարգելիչ միջոցառումներ անել։ Ինչու։ Նախ մենք մեր մաշկի վրա զգացինք, որ դա կարող է իրոք ճակատագրական լինել եւ չենք կարող թույլ տալ, որպեսզի ապագայում նման բան լինի։ Իսկ ինչու չենք կանխարգելել, տեսեք, նախ առաջին հերթին գուցե այո, մենք մի քիչ ավելի շատ էինք հույս դրել ժողովրդի ողջամտության, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ավելի այսպես բարոյական եւ անաչառ մոտեցումների վրա, ինչը փորձը ցույց տվեց, որ դա այդպես չի, այդ անաչառությունն էլ, հայրենասիրությունն էլ, ամեն ինչն էլ
գին ունի, հա, գումար արժի, փորձը ցույց տվեց, ներողություն, եթե կոպիտ եմ արտահայտվում, բայց դե փաստերով են դրանք արձանագրված էլի, եզրակացություն, ենթադրություններ չեն պարզապես, եւ սա շատ ցավալի է արձանագրել, ինչին որևէ մեկս իհարկե այդ ամբողջ խորությամբ չէինք հավատում ենք, որ կլինեն մարդիկ, որոնք այդ մոտեցումներով կգան ընտրություններին մասնակցելու, բայց այս քանակը իհարկե որևէ մեկը հաշվի չէր առել, բայց որպես իշխանություն մենք պարտավոր էինք հաշվի առնելու, ես ուզում եմ գուցե եւ առել ենք հաշվի, ես իմ ենթադրություններն եմ ասում, բայց ես ուզում եմ երկրորդ կողմից էլ մոտենալ։ Նույն հարությունը, քաղաքացիական հասարակությունը, որը այսօր մեզ քննադատում է, որ մենք դա կանխավճարեցինք, ես դες հավատացնում եմ, որ այդ ժամանակ էլ այդ նույն խոսակցությունները լինելու էր, որ մենք ամեն ինչ անում ենք վերընտրվելու կամ իրենց խոսքերով ասած վերարտադրվելու համար։ Եվ մենք որևէ օրենք չենք փոխել այս ընթացքում, որևէ կերպ չենք միջամտել եւ ի վերջո ապացուցել ենք, որ ժողովուրդը կատարել է հերթական անգամ շատ ծանր մեծ դժվարություններով, բայց կատարել է իր ընտրությունը եւ որևէ բան մեր երկրում չի փոխվում եւ դրանից հետո արդեն մենք մեզ իրավունք ենք վերապահում որպես լեգիտիմ ընտրված իշխանություն, արդեն այդ փոփոխությունները անել, իհարկե հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բնականաբար դրսից կլինեն մարդիկ, որոնք նաև մեծ ձայն տված կլինեն եւ հետագայում էլ եթե դրա կարիքը լինի, բայց մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի արդար ճանապարհով։ Հետևաբար ես դες հավատացնում եմ, եթե մենք ընտրություններից առաջ որևէ փոփոխություն անենք ընտրական օրենսգրքում, դա ճիշտ չէր ընկալվելու։ Ես փորձում ձեզ հակադարձել, տեսեք, ասում եք ճիշտ չէր ընկալվի եւ կասեին, փորձում են վերարտադրվել, սահմանափակումներ են մտցնում, չգիտեմ ինչեր են Այո, անում։ Տեսեք, այն հատվածը, որը ձեզ քննադատում է թե ինչու վաղուց չեք արել, այդ հատվածը շատ լավ գիտեր նաեւ այն տեղեկությունների արտահոսքերի տրամաբանությամբ, թե դրսում օրինակ ինչպես է տեղի ունենում այդ մոբիլիզացիան, հա, եւ վստահաբար այդ հատվածը չէր քննադատելու, որովհետեւ տեսեք, ես ուզում եմ մի օրինակ էլի հիշեցնել, հիմա կասեք դե գուցե դրանք քաղաքական խոսույթներ են եւ այլն, օրինակ բանավեճի ժամանակ առաջին համարների, երբ որ քննարկվում էր նաեւ համակարգային եւ համատարած կոռուպցիան, ընտրակաշառքը, օրինակ եւ ասում էին ինչու օրինակ չի արգելվում նույն ուժեղ Հայաստանի մասնակցությունը վարչապետ Փաշինյանը ասում է որ արգելեինք ասելու էին որ ՔՊ-ն վախեցավ եւ դրա համար գնաց այդ արգելքների ձեր ասածը գրեթե նույն տրամաբանության մեջ է բայց չէ որ մենք խոսում էինք ընտրությունների ճակատագրական եւ պատմական լինելու մասին ոչ թե ՔՊ-ի համար այլ Հայաստանի Հանրապետության համար Ես ամեն ինչ հասկանում եմ, կիսում եմ նաև վարչապետի տեսանկյունը, որովհետև տեսակետները տարբեր են եղել նաև քաղաքական թիմում։ Ես այդ տեսակետի կողմնակիցն եմ եղել ի սկզբանե, իմ կարծիքով, եթե որևէ կերպ արգելվեր, հա, այդ պրոռուսական ուժերի մասնակցությունը ընտրություններին, ոչ միայն դա դիտարկվելու էր, որ մենք վախեցանք, ոչ միայն դա այդպես էր դիտարկվելու, այլ դա հիմք էր հանդիսանալու իմ նեղ անձնական տեսանկյունից հետագայում փողոցային պայքարների գեներացման համար, հետագայում բազմաթիվ այլ խնդիրների համար եւ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես որ եղել է լավագույն ելքով, այսինքն միևնույն է նրանք չեն հաղթել ընտրություններում այն դեպքում, երբ որ 100% վստահ են, որ իրենք վերցնելու են, բռնազավթելու են իշխանությունը, դա իրենց չի հաջողվել մեր ժողովրդի շնորհիվ, եւ հիմա նրանք էլ ինչպես տեսնում եք, ինչպես նկատում եք, խոճապային տրամադրությունների մեջ են, որովհետեւ իրենք իրենց ընդդիմադիր չէին պատկերացնում եւ հիմա էլ չեն պատկերացնում, ինչպես իրենք պիտի աշխատեն որպես ընդդիմություն, որովհետեւ այդ մասին չէին մտածել։ Գաղափարական չէր այդ պայքարը, քաղաքական չէր այդ պայքարը, դա մեկ նպատակ կար, ընդհանրապես զավթել իշխանությունը։ Եվ վերջ, ինչ գնով ուզում է լինի, այսինքն համատարած ընտրակաշառքներով, սպառնալիքներով, ճնշումներով, ամեն ինչով եւ ոչ միայն իրենք, այլ նաեւ այլ ուժերի օգնությամբ, միջամտությամբ եւ այլն, եւ բացարձակ պատկերացում չեն ունեցել, որ կարող է այսպիսի ելք լինել եւ դրանով պայմանավորված է նաեւ նրանց լռությունը, ինչպես նաեւ դրանով է պայմանավորված այն, որ իրենք որևէ կերպ նաեւ չեն կարողանում վիճարկել ընտրության արդյունքները, որովհետև այնտեղ
չեն եղել ընտրակեղծիքներ, չեն եղել լցոնումներ, ինչպես իրենք են ասում նկարչություն չի եղել, տեսակ որքան ուսումնասիրեցին, որ սահմանադրական դատարան են դիմել, իհարկե կսպասենք սահմանադրական դատարանը իր որոշումը կընդունի, բայց այս ամբողջ այդ իրենց գործողություն ապակենտրոն, հա, չկանոնակարգված գործողությունների դեպքում էլ նույնիսկ ժողովուրդը դուրս չի գալիս որևէ կերպ իրենց աջակցելու, որովհետև այդ ժողովուրդը իրենց գումարի տերն էին, իրենք գումար են աշխատել ընդամենը մի քանի րոպեում քվեարկելով գումար են աշխատել, ոչ թե դա գաղափարական հենքի վրա է եղել, որպեսզի նրանք շարունակեն այդ պայքարը, հա, շարունակեն կանգնել այդ քաղաքական ուժերի կողքին։ Մի խոսքով ես կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր մի process է, որով մենք անցնում ենք, սա այո հիրավի պատմական process է, որովհետև այս ընտրություններով շատ բաներ փոխվելու մեր երկրում, շատ բաներ որոշվելու եւ երկրի հետագա ճակատագիրն էլ երկու ուժերից, երկու այսպես կողմերից, որովհետև կարծես թե քաղաքական ուժերը այսպես երկու մասի էին բաժանվել, որևէ մեկի հաղթանակով որոշվելու էր, թե հաջորդ 100 տարին Հայաստանի Հանրապետությունը ինչ կյանք է ունենալու եւ փառք Աստծո, որ ի վերջո այսպես է եղել։ Ձեր թույլտվությամբ, որ ընդամենը քվեարկելով գումար են աշխատել հայ այդ ընտրակաշառքի մասով, ստեղ ավելացնենք նաև, որ գործել են հանցանք, ծանր հանցագործություն, նաև Եվ պիտի պատժվեն։ Այս անգամ մենք վճռական ենք, ասեմ, ի տարբերություն նախորդ 8 տարիներին, որ հենց դուք էլ անձամբ բազմիցս մեզ մեղադրել եք այդ թուլությամբ, ոչ պինդ, հա, պայքարի մեթոդներ կիրառելու մեջ եւ թույլ ենք տվել, որպեսի ժողովուրդը ինքնուրույն կարողանա այս ամեն ինչը հաղթահարել, որպեսի ավելի կայուն լինի, հա, այդ հիմքերը։ Մենք այս անգամ շատ վճռական ենք, չնայած այս մասշտաբի ընտրակաշառքներ վերջին համենայն դեպս 2018 թվականից հետո չի եղել, այս կարգի միջամտություն չի եղել երկրի թե ներքին գործերին, թե ամբողջությամբ համակարգված այդ կոռուպցիոն մեխանիզմներին իհարկե չի եղել այս մասշտաբի, բայց անկախ մասշտաբից մենք շատ վճռական ենք տրամադրված եւ քանի որ այդ հանցանքը մեր դեմ չի, անձամբ ինչ որ մեկի դեմ չի, այդ հանցանքը գործող իշխանությունների դեմ չի, այլ պետության եւ պետականության դեմ է եղել եւ հետեւաբար մենք մեր առաջիկա 5 տարվա գործունեության մի լրջագույն հատված ամբողջությամբ նվիրելու ենք ընտրակաշառքների բացահայտմանը եւ համապատասխան հետևանքներին, որոնք անպայման լինելու են եւ եթե ինչ որ մեկին թվում է, որ իր մասին դեռ տեղյակ չեն կամ կարող է այդպես էլ չտեղեկանան, այդպես չի լինի։ Հիմա մենք այդ ձեր նախանշած պայքարին կգանք եւ այստեղ մի դիտարկում նույն ընտրակաշառքը, հա, ինքնին այն մարդը, որը օրինակ վերցնում է այդ ընտրակաշառքը, իմ շատ սուբյեկտիվ կարծիքով դա նաև պետության դեմ հանցագործությունից բացի նաև բարոյազրկության մեծ ցուցիչ է, որովհետև շատ մի պարզ իրականություն կա 2020 թվականից հետո այն ինչի միջով մենք անցել ենք եւ Հայաստանը ինչի միջով անցել է չէր կարողանալու այսօր լինել այնտեղ որտեղ որ կա եթե չունենար լեգիտիմ իշխանություն ձեր իշխանությունը եթե չլիներ լեգիտիմ չլիներ ընտրված իշխանություն տեղի ունեցածից 5 րոպե հետո Հայաստանի վիզը թռնելու էր Եվ այս ամեն ինչը գիտակցելով գնալ եւ Հայաստանին դնել նման ռիսկի տակ, չգիտեմ։ Տեսեք, այս ամենի գիտակցումը չկա ուղղակի, որովհետեւ մարդկանց այն հատվածը, որը որ գնաց եւ ընտրություն կատարեց ի օգուտ ոչ թե ընդդիմության, որովհետեւ ի սեր Աստծո, իհարկե 18 քաղաքական ուժ է մասնակցում 18-ից որ մեկին էլ ուզեք դուք ազատ եք ընտրելու համար, դրա համար են ընտրությունները, չէ, հենց հատկապես այդ ընտրությունը կատարելու համար Ես առավել քան վստահ եմ, որ ինքը ձեր ասած ընկալում է պարզապես խոսքեր, ինքը ներքին այդ գիտակցումը չունի, ինքը չի պատկերացնում ինչ է նշանակում իշխանության լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելը։ Թեպետ շատերը սկսեցին ընթացքում գիտակցել եւ հասկանալ, որովհետեւ այո, այստեղ ոչ թե մենք ենք հզոր իշխանություն, որ կարողացանք այսպես, չգիտեմ, այս նախագծերը բերել իրականացնել, միջազգային ճանաչում բերել
ոչ թե մեր հզորությամբ է դա պայմանավորված, այլ մեր լեգիտիմությամբ է դա պայմանավորված։ Այդ իշխանության այն որ ասում են ուժեղ Հայաստան, ուժեղ առաջնորդ եւ այլն, ուժը այստեղ ոչ մի կապ չունի, միշտ ուժեղից ուժեղը կա։ Բայց լեգիտիմությունը ամենակարևոր բանն է պետության հարցում, լեգիտիմ ընտրված իշխանությունները, եւ եթե իրենք էլ լեգիտիմ ընտրվեին, հնարավոր է որ կարողանային ինչ-որ բաներ փոխել։ Այդ դրա համար է որ ընտրակաշառքը համարվում է ծանր հանցանք, եւ վերցնողը եւ տվողը պատժվում է օրենքի ողջ խստությամբ, եւ հետեւաբար, քանի որ ինքնուրույն որոշ հատված մեր հասարակության դա չի հասկացել, մենք պարտավոր ենք բոլոր գործիքները օրենքի շրջանակներում կիրառել եւ ստիպել, որ իրենք հասկանան, որ հաջորդ անգամ ընտրության գնալուց մտածեն լեգիտիմության մասին, մտածեն, որպեսզի էլի չդառնան այլ երկրների օգտագործման, այսպես մի հատ, չգիտեմ ինչ ասեմ, երկիրը երբ որ սարքում են, ուղղակի օգտագործման ապրանք, մանրադրամ, որ այլ երկրներ կարող են քեզ ինչպես ուզեն օգտագործեն, որովհետև քո իշխանություններին կարող են շանտաժ անել, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ այդ իշխանությունները լեգիտիմ դա չեն հասկանում, ուղղակի ժողովրդի այդ հատվածը, որը կատարել է այդ ընտրությունը, ինքը դա իրոք չի գիտակցում, եթե գիտակցի, ինքը կհասկանա ինչ մեծ հանցանք է գործել։ Այո, եւ հենց լեգիտիմությունն է, որ հնարավորություն է տվել իշխանությանը դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, տնտեսական կապերը, սպառազինության պաշտպանական ոլորտը դիվերսիֆիկացնել, Եվրամիության հետ ունենալ շատ խորը հարաբերություններ, Միացյալ Նահանգների հետ, տարբեր այլ կենտրոնների հետ, դա հենց այդ լեգիտիմությունն է։ Եվ դրա վառ ցցուն օրինակը, ապա լեգիտիմ Սերժ Սարգսյանի իշխանությունը, որը մի գիշերվա մեջ Հայաստանին ուղղակի անկախությունից զրկեց խցկելով ռուսական պահանջով ԵԱՏՄ կոչվող կառույցի մեջ։ Լավ, սա չշեղվենք։ Հիմա ուզում եմ անդրադառնանք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, որը դիմել է Արդարադատության նախարարին, միջնորդելով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում այդպիսի սխեմաներում ներգրաված քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրական գործընթացներին արգելելու եղանակով։ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհուրդն էր հայտարարություն տարածել անդրադառնալով այս նախաձեռնությանը եւ նշել էր, որ առաջարկում են հետեւյալը, համարում է, որ դիմումի եւ դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։ Այդ ձեր մատնանշած պայքարը, որը ես հուսով եմ, որ չի սահմանափակվելու եւ թող առաջին հերթին այդպես լինի, ընտրակաշառք բաժանած եւ վերցած բոլորի վզից բռնեն, դա պիտի ունենա նաեւ կոնկրետ հետևանք, դա համակարգող կուսակցությունը, հանցավոր խումբը, հասարակական կազմակերպություն ինչա իրենց համար եւս։ Այօնակ դուք կիսում եք հանրապետության այսպիսի մոտեցումը եւ առաջարկը ձեզ։ Այո, ես անձամբ կիսում եմ, բայց կարծում եմ, որ այդ առաջարկը նաեւ կքննարկվի այստեղ, երբ որ կքննարկվի արդեն օրենսդրական նախաձեռնությունը, առավել քան վստահ եմ, որ կլինեն նաեւ այլ առաջարկություններ եւ այո, այն ժամանակ այսպես գիտեք, երկու տեսանկյուններն էլ իրենց մեջ հիմք ունեին եւ ընտրակաշառք բաժանող կուսակցությանը թույլ տալ, որ մասնակցի եւ թույլ չտալ, որ մասնակցի, երկուսն էլ հիմնավոր էին եւ դրա համար մենք ընտրություններից առաջ ոչ թե չկարողացանք, այլ չցանկացանք, հա, հենց այս պահին դրան անդրադառնալ, բայց ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության պետականության եւ ինքնիշխանության հարատեվության մասին մտածելով մենք պարտավոր ենք այդպես անել։ Կարծում եմ, սա իմ տեսակետն է, որ պարտավոր ենք, բայց մենք դեռ կքննարկենք, իհարկե, երբ որ օրենքը կքննարկենք, մենք կքննարկենք նաև այդ առաջարկությունը եւ վստահ եմ, որ ելի կլինեն առաջարկություններ եւ կարծում եմ, որ ընտրություններում որոշակի քվե եւ տոկոս ու մանդատ ստանալով ազգային ժողով գալով չպիտի համարենք այդ կուսակցությունների թեման փակված։ Իհարկե նրանք կունենան անձեռնմխելիություն, բայց դա էլ որևէ բան չի կարող փոխել, որովհետև այդ մեծ հանցանքը, անկախ նրանից դու ազգային ժողովում ես, թե ազգային ժողովում չես, պիտի ստանայի իր թե քաղաքական, թե իրավական գնահատականը, եւ ես կարծում եմ, որ մենք վճռականորեն հետամուտ կլինենք։ Եվ վերջինը Տիկին Բադալյան, երբ խոսեցինք օրենսդրական նախաձեռնության մասին, ընտրողների վերաբերյալ, դուք նաև նշեցիք, որ օրինակ արգելելու ռուսական ուժերին նաև
Հիշեցիք, որ օրինակ տարբեր փողոցային պայքարներ ինչ որ գեներացնել եւ այլն այդ հենքի վրա, որպես դա այսպես ասենք լեգիտիմ հիմք ունենալով, ես կարող եմ հետևություն անել, որ քաղաքացիական պայմանագրի համար գերադասելի է պրոռուսական ուժերին ունենալ խորհրդանում, քան փողոցում։ Չէ, ես այդպես չի ասի, ես ուղղակի նկատի ունեի, որ ավելի արդարացի պիտի լինեն այդ հիմքերը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում իմ կարծիքով չես կարող, ընդհանրապես պրո ինչ-որ մի բան չի կարելի արգելել իրավական տեսանկյունից, եթե մենք նայենք, որովհետև բարոյականության տեսանկյունից ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած քաղաքական ուժ պիտի լինի պրո-հայկական եւ չի կարելի լինել պրո-ռուսական, պրո-ամերիկյան, չգիտեմ, եվրոպական եւ այլն, որտեղ մենք բոլորս ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը եւ այստեղ պիտի առաջնայինը լինի Հայաստանի Հանրապետության շահը։ Այստեղ այնքան խոսքս ուղված չի այդ կողմնորոշումը ունենալու, որովհետև քաղաքական ուժը կարող է ինքը իր երկրի լուսավոր ապագան տեսնում է ավելի շատ այսպես հյուսիսային ուղղվածության մեջ եւ կարող է քննարկել։ Ախր այստեղ դրա մասին չի խոսքը։ Մենք չենք խոսում պրոռուսական քաղաքական ուժի մասին։ Մենք խոսում ենք այլ երկրի կողմից օգտագործվող ապաքաղաքական խմբավորման մասին, որոնք հենց ի սկզբանե էլ իրենց հայտարարեցին ապաքաղաքական, եթե հիշում եք, չէ, որ նոր մեր ձևով շարժումը ստեղծվում էր, բղավում էին անդադ, որ իրենք ապաքաղաքական շարժում են եւ այլն, եւ այդ դեպքում իրենք ավելի անկեղծ էին, որովհետեւ իրենք միևնույն է քաղաքական չկարողացան դառնալ եւ չեն էլ կարող դառնալ, որովհետեւ իրենք չեն առաջնորդվում Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ ունեցած իրենց տեսլականով, իրենց պատկերացումներով, Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու ինչ որ այսպես նախագծերով եւ այլն, բացարձակ դա որևէ կապ չունի, կամ ֆինանսներ եւ ուղղորդումներ, որոնցով իրանք կներեք արտադրությունից համար, ինչպես ասում են, փողի մունատ։ Եթե գումարը բավարար է, իրենք այդ ուղղությամբ կգնան, եթե շատ է գումարը կգնան մինչև վերջ, եթե քիչ է գումարը, ինչքան որ գումարը տվել են, այդքանով կշարժվեն առաջ։ Սա լրջագույն խնդիր է, սա զուտ ես քաղաքական ինչ-որ տեքստ չեմ ասում, այլ սա իրոք լրջագույն խնդիր է, որ սպառնում է Հայաստանի Հանրապետությանը։ Սա ազգային անվտանգության խնդիր է եւ ես հուսով եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը լրջորեն կզբաղվի բոլոր նրանցով, ովքեր կամա թե ակամա վերածվել են այլ երկրի լրտեսների կամ գործիքների կամ ազդեցության գործակալների կամ ինչ որ նույնիսկ իրենք չեն էլ հասկացել, թե իրենք ինչ են անում, բայց իրենք չհասկանալու համար էլ պիտի պատասխան տան։ Ամենայն հարգանքով մնացած տարբեր կողմնորոշում ունեցող ուժերի նկատմամբ, հետեւաբար այս ուժերին ոչ թե ասել, պետք է ասել պրո, այլ զուտ օրինակ ռուսական ուժեր, հա։ Կարող է լինել, հասկանում եք, մի քաղաքական ուժ կարող է այս ճանապարհով տեսնել իր երկրի հաջողությունը, մի քաղաքական ուժ այն մյուս ճանապարհով, եւ հետեւաբար դու դա չես կարող արգելել եւ կարիքն էլ չկա արգելելու, բայց մենք այստեղ պրո ինչ որ բան քաղաքական ուժի մասին չենք խոսում։ Մենք դրա մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք կոնկրետ ինչ որ կենտրոնից ուղարկված այստեղ ժողովրդի դեմ պայքար մղող ինչ որ մարդկանց մասին, որոնք որ անընդհատ նույնն են, միշտ էլ նույնն են, նրանք նոր մարդկանցով չեն համալրվում, հին մարդիկ իրենց չեն լքում, որովհետև իրենք այդպես արդեն իրենց ուղեղում այդ ծրագիրը դրված է եւ կարծում եմ, որ այստեղ միայն օրենքը իր ամբողջ խստությամբ կարող է դրա դեմն առնել։ Շնորհակալություն։ Ես եմ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է